Հարգելի բարեկամ, այսօր կուզեի խոսել որոշ յուրատուկ մեղքերի մասին, նախանձի, ատելության, հայելու մասին, չարախոսելու մասին, հիմնվելով Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերի վրա։ Նախանձը շատ վատ բան է, որը այսօր մենք տեսնում ենք քրիստոնյաների մեջ, եւ այդ նախանձը չի թողնում, որ լինի սեր ու խաղաղություն քրիստոնյաների միջև, նախանձը խեղդում է, նախանձոտ մարդուն է խեղդում, հետո ինքը իր գործերով ուրիշին է վնասում, չարախոսելով, ատելություն է ձևավորվում, եւ դա չի թողնում, որ քրիստոնյաները ապրեն սիրով եւ համերաշխ։ Չարը այդպես է գործում, նախ ինքը ընկավ նախանձի մեջ, հետո էլ քրիստոնյաներին է դրդում այդ մեղքի մեջ, ինչպես ժամանակին Ադամին եւ Եվային գցեց այդ մեղքի մեջ, որտեվ Ադամն էլ նախանձեց Աստծուց, որ Աստված ինքը Աստված է, իսկ մենք ինչու չպետք է դառնանք Աստված, նախանձեցին։ Եվ այդտեղից սկսում են շատ ուրիշ չարիքներ։ Հայոյանքը, գիտեք, շատերը դեք երևի կամ եթե հայոյել եք, մի հատ sense կներեք կեղտոտ հայոյանք կա, տիրոջդ մաման։ Երբ որ հարցնում ես ով է քո Տերը, քրիստոնյան անդրադառնում է, որ իր Տերը Հիսուս Քրիստոսն է, իր մայրը, դա Մարիամ Աստվածածինն է։ Այսինքն մարդիկ հայոյելով տիրոջ մաման, իրենք հայոյում են Աստվածամորը, եւ դա չեն գիտակցե, եւ դա շատ կարեւոր է, եթե տենց հայոյանքներ տվել եք, որ զղջակ, մեղագակ, խոստովանեք, որ այդպիսի մեղք եք գործել, որտեվ դա ծանր մեղք է։ Լինի գիտակից, լինի անգիտակից վիճակով, չնայած տարբեր բացատրություններ են տալի, մենք նկատի ունենք այս, նկատի ունենք այն, բայց ի վերջո նույնիսկ ուրիշ բան էլ նկատեք, որևէ մամային հայոյելը դա մեղք է, որտեվ մորը հայոյելը մայրը սրբություն է, հայերի համար որևէ մեկի մորը հայոյելը դա լավ բան չի։ Նամանավանդ ինչպես ասի մեր Տիրոջ մայրը, Սուրբ Գույս Մարիամ Աստվածածինը։ Եվ այսպիսով, այս մեղքերը սատանան ողողել է քրիստոնյաներին գցել այդ մեղքերի մեջ, նախանձ, ատելություն, չարախոսանք, բամբասանք, որ մարդիկ հեռանում են Աստծուց, իրենց թվում է, որ իրենք բարեպաշտ են, եկեղեցի են գնում, խաչակնկվում են, աղոթում են, ապաշխարության կոչեր են անում, բայց իրենց մեջ նախանձը կա։ Եվ դա իրանք չեն նկատում, ցավալի է։ Ուստի այսօր կխոսենք այս նյութերի մասին, հիմնվելով Սուրբ Գրիգոր Տաթևացի խոսքերի։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ 7 մահացու մեղքերի շարքում հպարտությունն ու նախանձը Սուրբ Գրիգոր Տաթևացու համար ավելի ծանր են, քան մյուս 5-ը, քանի որ մյուս մեղքերը գործեցին Ադամն ու Եվան, իսկ հպարտությունն ու նախանձը նախ գործեց Սատանան։ Սատանան հպարտանալով ընկավ երկնքից, իսկ հետո նախանձելով Ադամի փառքին, դարձավ նրա անկման պատճառը։ Այսպիսով մեծ է նախանձի մեղքը, քանզի մարդուն դարձնում է Սատանայի գործակից եւ նրա նման։ Նախանձը լինում է բարի եւ չար, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Չար է այն նախանձը, երբ տեսնելով մարդու մոտ բարիքը, լինի դա փառ կամ այլ բան, սաստիկ հիվանդանում եւ տանջվում են, թե ինչու է նա այդ բանը ունի, եւ ուրախանում են, երբ տեսնում են մարդուն պատահած որևէ չարիք, երբ որ չարիք է պատահում։ Նախանձել մեղավորներին եւ ձգտել նմանվել նրանց, այսինքն շնացողներին, հարբեցողներին, գողերին եւ այլն, նույնպես չար նախանձ է։ Իսկ ահա երբ տեսնելով բարի գործերը, պահքը, աղոթքը, ողորմությունը, հավատը, հույսը եւ սերը ձգտում են նմանվել այդ գործերի կատարողներին, ապա այդ նախանձը բարի է։ Օրինակ մենք սրբերի կյանքը տեսնելով նախանձով ենք լցվում եւ բարի գործ ենք անում։ Այս մասին է ասում նաև Սուրբ Պողոսը. նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին։ Բարի նախանձը երևում է բարի մարդկանց մեջ եւ հաճելի է Աստծուն, իսկ չար նախանձը, որ Սատանայի սերմն է, գտնվում է չար մարդկանց մեջ եւ ունի 5 հատկանիշ։ Առաջինը. այս արատը տանջում է միտքը, մաշում եւ սպառում է մարմինն այն մարդու, ում մեջ
բնակվում է այդ նախանձը, քանզի հենց նախանձ բառը արդեն նշանակում է նախ անձին է վնասում, իսկ հետո մյուսներին։ Ուստի նախանձոտ մարդկանց դեմքերը լինում են դեղնած, սևցած, սրտի դառն տրտմության պատճառով, ինչը չես գտնի այլ մեղքերի մեջ, քանզի որևէ այլ մեղքի մեջ ընկնելիս նախ ուրախանում են, որից հետո միայն տրտմում, իսկ նախանձոտները միշտ տառապանքի ու թախինձի մեջ են, ծանոթ է երևի ձեզ։ Երկրորդը, պետք է նշել, որ մեղքերը գործվում են մարդկանց տարբեր աստիճանների նկատմամբ, այսինքն մարդիկ լինում են կամ վերին, կամ ստորին, կամ էլ հավասար։ Օրինակ, հպարտությունը դրսևորվում է ստորիների կամ հավասարների նկատմամբ, վերևից ես նայում, իսկ ահա նախանձը դրսևորվում է հավասարների և վերինների նկատմամբ, ներքևիներից ինչ նախանձ ես։ Երրորդ, բոլոր ջանքերն ու վաստակը կատարվում են նախանձի պատճառով, ինչի մասին ասում է Սողոմոնը. տեսա նաև, որ մարդկանց ամեն ջանք ու գործերի ամեն հաջողություն առաջանում են միմյանց նկատմամբ ունեցած նախանձից, Ժողովող 4 գլուխ։ Քանզի մերձավորի նկատմամբ նախանձից դրդված են կառուցում, սերմանում, հավաքում, հարստանում, մեկնում հեռու երկրներ, վաստակում, չարչարվում ու տանջվում և ունայն է այս ամենը երկու պատճառով. Նախ, նա, որ անթիվ գանձեր է հավաքում, կառուցում է ու սերմանում, մարմնի կարիքները ոչ մի ավելի բանով չի բավարարում, քան նա, ով քիչ ունի և հանգստության մեջ է, քանզի կերակուրը պետք է, որպեսզի սովից չմեռնենք, և հագուստը պահում է ցրտից և մերկությունից, իսկ մնացյալը ամեն ինչը հոգու ավելորդ անպիտան ու սուտ փափագն է, ինչի մասին վկայում է նաև Սուրբ Պողոս առաքյալը. կերակուր ու հագուստ ունեք, դրանով բավարարվեցեք, Տիմոթեոսի 6-րդ գլուխ։ Եվ երկրորդ, այս ամենը ունայն է իզուր, քանզի մահից հետո այս ամենը կանհետանա ու կանցնի ուրիշներին, իսկ կմնան միայն մեղքերն ու տանջանքները, այսինքն մեզ հետ կտանենք։ Չորրորդ, նախանձը բոլոր չար գործերի արմատն ու հիմքն է, քանզի նախանձի պատճառով է մարդ գողանում են, հայհոյում են, չարախոսում, կռվում, սպանում, մատնում են, դավաճանում են և բազում այլ չարիքներ են գործում։ Նախանձի պատճառով հրեաները զինվեցին Քրիստոսի դեմ, Դաթանն ու Կորխը ապստամբեցին Մովսեսի դեմ։ Հինգորդ, անմիտը նստում է ձեռքերը ծալած և ուտում է իր մարմինը, Ժողովող 4 գլուխ, ասում է Սողոմոնը։ Նախանձոտ մարդը հիմարանում է և ուտում է իր մարմինը, այսինքն իր մերձավորին, սպանելով, ինչպես Կայենը Աբելին, չարախոսելով, ինչպես Մարիամն ու Ահարոնը Մովսեսին, իշխանությունը հափշտակելով, որի օրինակն են Աբիսողոմն ու Դավիթը։ Եվ տես, թե ինչպիսին է նախանձոտի դատաստանը, ասում է Գրիգոր Տաթևացին, ինչ չարիք որ կամենում է և գործում է, նույն չարիքով էլ պատժվում են, ինչի մասին ասում է նաև Դավիթը. փոս փորեց ու խորացրեց այն, բայց ինքն ընկավ այն վիհի մեջ, որ պատրաստել էր, Սաղմոս 7-րդ գլուխ։ Կայենը, որ սպանեց եղբորը, ինքն էլ սպանվեց։ Մարիամը պատժվեց բորոտությամբ այն բանի համար, որ նախանձեց և չարախոսեց Մովսեսին։ Աբիսողոմը սպանվեց պատերազմում։ Հրեաներին, որոնք խաչեցին Քրիստոսին, Տիտոսը ցրեց ողջ աշխարհով մեկ։ Այսպիսին է նախանձի դառն ու չար մեղքը, քանզի ինչպես կատաղած շունը չի ճանաչում ոչ յուրայինին, ոչ օտարին և կծում է բոլորին, այնպես էլ նախանձոտը ագահությամբ, փառքի և իշխանության պատճառով վնասում է բոլորին։ Բացի այդ, վնասելով ուրիշին, նա կորցնում է նաև իրենը, որպես օրինակ Սուրբ Գրիգոր Տաթևացին բերում է միմյանց նախանձող երկու մարդկանց պատմությունը։ Նրանցից մեկին իր մոտ է կանչում թագավորը և խոստանում է տալ այն ամենը, ինչ նա կցանկանա, բայց մի պայմանով, որ նրա ծանոթին կտա նույնը, բայց կրկնակի ավելի։ Նա խորհեց, որ եթե խնդրի ձի, հագուստ կամ ոսկի, ապա իր թշնամին կստանա 2 անգամ ավելին, և այդժամ նախանձից դրդված խնդրեց, որ թագավոր իր մեկ աչքը հանի, իսկ թշնամու
երկուսը, այս է նախանձը։ Նախանձից ծնվում է նաև չարախոսությունը, որը Սուրբ Տաթևացու համար հոգևոր գողություն է, որն ավելի վատ է, քան սովորական գողությունը։ Սովորական գողը գողանում է միայն մարմնավորը, ինչպես ոսկին, արծաթը, բայց շուտով ապաշխարելով, զղջալով կարող է վերադարձնել գողացվածը։ Իսկ չարախոսը գողանում է բարի գործերն ու անունը, որոնք ավելին են, քան գանձերը, ինչի մասին ասում է նաև Առակաց գրքում. Լավ անունը նախընտրել է մեծ հարստությունից և բարի շնորհը արծաթից ու ոսկուց, Առակաց գիր 22-րդ գլուխ։ Բայց եթե նույնիսկ ապաշխարի այդ չարախոսը, նա այլևս չի կարող վերադարձնել գողացվածը։ Եվ դրա համար, ինչպես Սուրբ Հակոբոսը, այնպես էլ Մովսեսն արգելում են չարախոսությունը։ Միմյանց մի չարախոսեք եղբայրներ, Հակոբոս 4-րդ գլուխ։ Խուլին մի հայոյիր և կույրի առաջ գայթակղություն մի դիր, Ղևտացիս 19-րդ գլուխ։ Չարախոսել մի մարդու, ով չի լսում, այդ խոսքերը նշանակում են հայոյել խուլին, իսկ չարախոսել մի մարդու ներկայությամբ, ով չի տեսել պատահածը, նույնն է ինչ գողանալ կույրի առաջ, քանի որ չտեսնողը հավատում է լսածին։ Քանզի երբ մեկը չարախոսում է, նույնիսկ եթե 10 մարդ վկայեն, ասում է Տաթևացին, որ դա սուտ է, միևնույն է, կհավատան չարախոսողին, այդպես է մարդկային բնությունը։ Իսկ չարախոս մարդու կերպարն ավելի պարզ է ցույց տալու համար Սուրբ Տաթևացին բերում է մի շարք համեմատական օրինակներ։ Նրա համար չարախոս մարդը նման է շան, որը լինում է 3 տեսակ՝ լակոտ, այսինքն փոքրիկ շուն, մեծ շուն և կատաղած շուն։ Առաջինը, ինչպես լակոտը, որը սնվում է արյունով և մսով, այդպես էլ փոքր մարդը չարախոսում է փոքր մարդկանց, այսինքն ուտում է նրանց միսը։ Երկրորդ, մեծ շունը սնվում է մսով և ոսկորներով, այդպես էլ մեծ մարդիկ, այսինքն կեղծ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, չարախոսում են փոքրերին և մեծերին։ Եվ ինչպես ոսկորը մարդու հենարանն է, այդպես էլ եկեղեցու երևելի առաջնորդները եկեղեցու ոսկորներն են, ասում է Սուրբ Տաթևացին, և որ նրանց չարախոսում է, նա ինչպես շունը ոսկոր է ուտում։ Երրորդ, իսկ կատաղած շան նման են նրանք, ովքեր տեղից տեղ են շրջում, բոլորին չարախոսելով, տարածում են իրենց չարիքը, բամբասանքը, քանզի նա էլ կծելով առաջին պատահածին նրան կատաղության է հասցնում։ Այնուհետև չարախոս մարդը նման է խոզի, ասում է Տաթևացին, որը սիրում է տղմի մեջ թավալվել։ Նույնիսկ եթե խոզը մտնի գեղեցիկ մի ծաղկանոց, պարտեզ, և այնտեղ մի անկյունում տիղմ և ցեխ լինի, նա կգնա ոչ թե դեպի ծաղիկները, այլ դեպի այդ տիղմը։ Այդպես էլ չարախոս մարդը, երբ առաքինի մարդու մեջ որևէ մեղք է նկատում, մեղավոր մարդ չկա, չէ՞, միայն դրա մասին է մտածում, քանզի նրա բազում առաքինություններն այլևս չի տեսնում։ Իսկ երբ համեմատում է արջի հետ, ասում է Սուրբ Տաթևացին. արջը կերպարանքով նման է մարդուն, բայց մարդ չէ, այնպես էլ չարախոսը նման է մարդու, բայց մարդ չէ, այլ արյունարբու, ինչպես արջը։ Ավելին, Սուրբ Տաթևացու համար չարախոսը սատանայի քահանա է, քանզի սատանան նման է կապիկի, երբ տեսնում է, թե ինչ է անում Աստված, ինքն էլ է նույնը անում։ Եկեղեցու դիմաց նա ստեղծեց գինետունը, ինչպես եկեղեցում կա Սուրբ Սեղանը, այնպես էլ սատանան ունի նարդին, այդ խաղը, որ խաղում են։ Ինչպես եկեղեցում որպես զոհ մատուցվում է Աստծու գառը, այսպես էլ գինետանը եղբայրների միսն է, որը ճաշակում են չարախոսելիս։ Դե այսօր Facebook-ն է, չէ՞։ Եվ դրա համար ասում է Սուրբ Տաթևացին. լավ է մեծ պահքին ոչխարի միս ուտել, քան թե եղբոր միսը չարախոսելով, շուտով մեծ պահք ենք մտնում։ Եվ որքան մեղանչում է չարախոսողը, նույնքան էլ մեղանչում են նրանք, որոնք հոժարությամբ լսում են, քանզի ինչպես մեղանչում է նա, ով չի օգնում եղբորը, երբ նրան շուն է կծում, այդպես էլ մեղանչում է նա, ով հանդես չի գալիս չարախոսի դեմ, որը շատ
շանպես կուլ է տալիս եղբորը, բայց այս մեղքն ավելի ծանր է, երբ չարախոսում են վերադասերին, առաջնորդներին։ Դրա օրինակն է Մարիամը, որը չարախոսելով Մովսեսին պատժվեց բորոտությամբ։ Քամը հոր մերկության մասին պատմելու համար անիծվեց։ Դավիթը կտրելով Սավուղի հանդերձի փեշը, վերջում զղջաց և ասաց, որ նա Տիրոջ օծյալն է։ Այդժամ ինչ պետք է անել չարախոսների հետ, հարցնում է Սուրբ Տաթևացին, որոնք ոչ միայն հանդերձը, այլև օծյալի գլուխն են կտրում չարախոսությամբ։ Բան չի փոխվել այս մեր դարում։ Հայոյանքը դժգոհությունն է Աստծու հանդեպ, քանզի Աստված լեզուն տվել է նրան փառաբանելու և օրհնելու համար, իսկ հայողները շրջում են և անարգում են Աստծուն։ Այդպիսիները վատթար են, քան հրեաները և կռապաշտները, որովհետև թեպետ հրեաները խաչեցին Քրիստոսին, բայց դա արեցին տգիտությամբ, կռապաշտները անգիտակցաբար են պաշտում կուռքերին, իսկ սրանք գիտակցաբար են հայոյում։ Բոլոր մեղքերն Աստծու բարիքի դեմ են, իսկ սա այս մեկը Աստծու էության դեմ։ Եվ ցույց տալու համար, թե որքան ծանր է այս մեղքը, Սուրբ Տաթևացին բերում է երկու խրատական պատմություն վերցրած հարանց վարքից։ Առաջինը. մի մարդ իր որդուն սովորեցրել էր հայոյել բոլոր մեղքերը, այսինքն մեղքերին հայոյում էր, և մի օր նա հայոյանք ասաց Աստծու հասցեին, ինչի համար խեղդամահ արվեց դևի կողմից, իսկ հոգին ընկավ դժոխք։ Երկրորդ. մի մարդ խաղ էր խաղում և բարկության պահին հայոյեց Աստծու աչքերին։ Նույն պահին նրա աչքը դուրս եկավ իր տեղից։ Այնուհետև հայոյանքի մեղքը լինում է երկու տեսակ՝ սրտով և լեզվով։ Սրտով հայոյանքը ավելի ծանր է, քանզի սրտից ամեն ինչ բխում է գիտակցաբար և խորհրված, իսկ լեզվի հայոյանքը այն է, երբ ասում են այն, ինչ Աստված չունի, կամ ընդհակառակը, երբ ասում են Աստված սա չգիտի, կամ սա չի կարող անել, կամ այս գործը վատ է արել։ Այսպիսով Աստծուն զրկում են այն պատվից, որ նա ունի, այսինքն ամենակարողությունից, իմաստությունից, և այս ամենը ծանր մեղք է։ Իսկ նրանք, ովքեր հայոյում են մեռելներին, նման են գազանների, որոնք գերեզմանը բացելով ուտում են ննջեցյալի մարմինը։ Կարևոր չի վատ մարդ է եղել, թե լավ մարդ է եղել։ Եվ այս մեղքը մեռելներին հայոյելը ավելի ծանր է, քան ողջերին հայոյելը, քանզի բնության դեմ է մեռելներից վրեժ լուծելը, համարում է Սուրբ Տաթևացին, և ինչպես նա, ով տիգով խոցեց Հիսուսի կողը, ավելի մեծ գազանություն դրսևորեց, քան նրանք, ովքեր խաչեցին։ Իսկ անիծողների մասին Սուրբ Տաթևացին ասում է, որ նրանց բերանը կլեցվի որդերով, և եթե նրանք չապաշխարեն, ապա մահից առաջ, ըստ կանոնների, նրանց արգելվում է սուրբ հաղորդություն տալ։ Ավելին, այդպիսիներին չեն թաղում քրիստոնեական գերեզմանատանը։ Այնուհետև անօրեն անեծքների պատճառով, ինչպես նաև անարժանորեն պատարագ մատուցող քահանայի և սուտ երդման պատճառով երկինքն ու երկիրը չորանում են, ծառերն անպտուղ են դառնում, սերմերն անհետանում են, ծնունդները փտտում են, անասունների անկում է լինում և այլն և այլն, բայց անեծքի մեղքն, Տաթևացին ասում է, ավելի ծանր է, քան անարժան քահանան կամ սուտ երդվողը։ Հարգելի բարեկամ, մի նախանձեք ուրիշի հարստության համար շնորհներին, երբ որ տեսնում եք, չարիք մի կամեցեք, երբ տեսնում եք ուրիշի փառքը, չչարախոսեք, երբ տեսնեք որևէ մեկի պատիվը, մի անիծեք, եթե նույնիսկ ցավը ձեր մեծ է։ Չատեք եղբորը չար նախանձով, այլ սիրեք նրան սուրբ սրտով, քանզի սերն Աստծուց է, իսկ նախանձն ու չարախոսելը սատանայից։ Եվ ի վերջո, հարց տվեք, դուք Աստծու զավա՞կ եք, թե սատանայի։ Հարգելի բարեկամ, այս ամենը, որ խոսեցի, ասեցի նրա համար, որ անդրադառնաք, փորձեք փոխվել։ Նմանց շուտով մտնելու ենք մեծի պահոց շրջան, որ իրոք մտնենք մաքրված, այս մեղքերից ազատվենք զղջումով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ դու մի թագավորի ընծա ես բերում,
կեղտոտ ամանով եւ կեղտոտ ձեռքերով չես տանելու, պետքա ձեռքդ լվաս եւ մաքուր ամանով տանես։ Այդպես էլ մեծի պահոց շրջան մտնելով պետք է մեր ձեռքերը, մեր ամեն ինչը մաքրենք, որ Տիրոջը մեր մաքուր սիրտը բերենք, այդ սրտով բերենք մեր պահքը, աղոթքը, ողորմությունը, որ ընդունելի լինի մեծի պահոց շրջանում նամանավանդ։ Դրա համար ձգտեք, խոստովանեք ձեր հանցանքը, որ նախանձել եք, չարախոսել եք, բամբասել եք, նման սուտ բաներ եք տարածել, նման չեք իմացել, որ սենց բան կա, ուրիշի բամբասանքը առնելով առանց քննելու տարածել եք, որտեվ ուզեցել եք, որ այդ մարդը խայտառակվի, ընկնի, ամոթով մնա, որ դուք փառավորվեք։ Դրա համար քան միչև որ ուշ չէ, միչև որ այդ ժամանակա կա, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ այսօր մեր Թագավորը, մեր Տերը նստած է ողորմության գահին եւ սպասում է, որ մենք գանք զղջումով, խոստովանենք մեր հանցանքը, փոխվենք, բայց որ վաղը նստի արդարության գահին, այն ժամանակ այլևս ներում բեկում չի լինելու, այ դատելու է եւ խիստ է դատելու։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։